200 տնտեսություն 900 հոգի։ Բարի հարցրեք, Իսակ։ Վարչական աշխատում։ Մոռացել եմ, ես 3 տարի չեմ աշխատում։ Չեք աշխատում։ Ուրիշ տեղ եմ աշխատում, այլ գյուղապետարանում չեմ աշխատում։ Գյուղապետարանում որպես ինչ եք աշխատում։ Հողաշինարար։ Բա հիմա Մի այլ հիդրոմետ կենտրոնում։ որտեղ եք լավ։ Այստեղ։ Հիդրոմետո։ Հա, բա։ Ճիշտն ասած, գյուղատնտեսությունը ոնց որ մեր գյուղում ձեռք չտալ, էլի։ Ինչի։ Հողերը բերի չէին, 4 կարգի հողեր են հիմնականը։ Համ քիչ է, մի հողաբաժինը տնամերձով 3000 մետր է, որից 2000-ը 2000-ից 2500 տնամերձ է։ Այնտեղ մնում է 500-ից 1000 մետր հող։ 500 մետր հողով ինչ գյուղատնտեսություն կարես անել։ Հիմնականը անասնապահությունն է, գյուղատնտեսություն չկա։ Նոր էս 2 տարի է, որ վայելահողերը վարվում են, միջև մի բան խոթարքներ եղել։ Տեխնիկա չեղել, օգուտ չեղել, ես իմ էլի ձեռով էլ հնարավոր չեղել։ Հիմա արդեն տեխնիկա։ Հա, ունենք տեխնիկա։ Ուրիշ տեղից եմ բերեմ, հենց մեր գյուղից, չէ՞ էլի։ Ուրիշ գյուղից բերում։ Վահագնից։ Հա։ Շատ չէ՞ էլի, քիչ է, մոտավոր ինչքան կլի, մի 10 հեկտար չի լի, չէ՞ վարը։ Վարելափող, չէ, մի 5-6 հեկտար վարվել։ որ վարվում է։ Այդ երկրորդ տարին է։ Ցորն հենց անում։ Չգիտենք ինչքան է նորմալ, որ իմանանք նորմալ է թե չէ, հալում էլի։ 2 տարի է դժգոհ չենք։ Իսկ անասնապահությունը ձեռնտու է։ Հա, այս գներով ձեռնտու է։ Որ գներով։ Հմիկվա այս մսի բանի գներով էլի։ Ձեր իսկ կաթը է ժանը։ Օրինակ կաթը ինչքանով եք իրացնում միսը։ Մհեր ինչքան է կաթը։ Ոզը 130 դրամ։ Մի հանքային ջուր էլ չառնեն էլի։ Բա միսը։ 3000-ից ավել է, միսը ձեր։ Օբոքը միս։ Դուք օրինակ հանձնում եք։ Այո։ Բա ասում եք ձեռնտու չէ։ Բայց ուրիշ աշխատանք չկա, ինչ անեմ։ Քանի անասուն ունեք։ 10 հավ։ Միայն խոշոր եք Բլոտ։ կամ։ Հա։